Շարունակվում է առավոտ լուսանցիելի հեռուստադիտողներ, յուրաքանչյուր օր մենք փորձում ենք անդրադառնալ ամբողջ աշխարհում տեղի ունեցող եւ իհարկե մեզ մոտ շատ կարեւոր իրադարձությունների, դեպքերի, որոնք եղել են տարբեր տարիների հենց այդ օրը, բայց իհարկե չենք մոռանում ամենակարևորի առողջության մասին եւ հաճախ նաեւ մեր մասնագետ հյուրերի հետ նշում ենք, որ կարեւոր է կանխարգելելը, գիտակցելը, թե ինչպիսի խնդիրների հետ ենք մենք առնչվում, դա է նաեւ պատճառը, որ Հայաստանում ստեղծվում է դիաբետի դպրոցներ, ինչ են իրենցից ներկայացնում այս դպրոցները, երբ որտեղ են լինելու այս դպրոցները, կիմանանք հենց հիմա մեր հյուրերից։ Իսկ ես ներկայացնեմ հյուրերին Նունե Եղիազարյան, Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի տնօրեն Բարի լույս եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Նաիրա Գոգյանը։ Շնորհակալություն, որ առավոտը հենց մեզ հետ եք սկսում եւ հետաքրքիր է թե ինչու եք կարեւորում հենց դիաբետի կրթությունը եւ ինչպես որոշվեց բացել դպրոց։ Սկսեմ ես, եթե կարելի է, դիաբետի դպրոցները որպես այդպեսին ամբողջ աշխարհում գոյություն ունեն եւ շատ կարեւոր են։ Հայաստանում եւս իրենք ժամանակ առ ժամանակ եղել են, սակայն մեր մոտեցումը այս պարագայում եւ մեր առաջընթացը եւ հաջողությունը նրանում է, որ մենք կարողացել ենք այն դնել ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, այսինքն սկզբում ստեղծվել է ռազմավարությունը, ռազմավարության մեջ ընդգրկվել է դպրոցների հիմնադրման եւ վարման կարեւորությունը, որից հետո ստեղծվել է դասընթացը, այս գիրքը, որը մենք բերել ենք եւ հաջողով կտանք ձեզ, եւ այն հաստատվել է առողջապահության նախարարության կողմից եւ արդեն դրանից հետո ստեղծվում են դպրոցները։ Այսինքն ինստիտուցիոնալիզացիան նրանում է, որ դասընթացավարները վերապատրաստվում են եւ իրենք արդեն կարող են աշխատել դիաբետ ունեցող մարդկանց հետ եւ կարեւորը այն է, որ իրենք բոլորը պացիենտակենտրոն մոտեցմամբ են վարում այդ դպրոցները եւ տեղեկատվությունը նույնն է, լինի դպրոցը Գյումրիում, Լոռեում, Երևանում, թե այլտեղ, քանի որ ես համոզված եմ Տիկին Գոգյանը հիմա կշարունակի, դիաբետ ունեցողների գիտելիքները չափազանց կարևոր են, որտեղ շաքարային դիաբետի առանձնահատկությունը նրանում է, որ դիաբետ ունեցողը այդ խնդրով ապրում է ամբողջ կյանքում եւ կառավարում է այդ հարցը։ Ենթադրվում է ռազմավարության, որ Հայաստանի բոլոր մարզերում կլինեն տիպ 2 դիաբետի դպրոցներ, մենք արդեն իսկ տիպ 1-ի Տիպ 1-ը արդեն կա։ Տիպ 1-ը կա, շատ հաջող աշխատում է, ինքը մեծամասամբ իհարկե երեխաների եւ իրենց ծնողների համար է, իսկ տիպ 2-ը, որը շատ ավելի տարածված է, ինքը որպես այդպեսին դպրոցների համակարգված մոտեցում չի եղել։ Եվ հիմա մենք հաջողով ասում ենք, որ հասել ենք այդ հաջողության եւ արդեն իրականացրել ենք մեկ պիլոտային դպրոց Գյումրիում, ներկայումս քանի մենք դες հետ խոսում ենք իրականանում է Լոռեում, կբացվի Երևանում եւ նաեւ հաջելի է, որ այլ հասարակական կազմակերպություններ նույնպես հետաքրքրված են օգտագործել այս ձեռնարկը եւ նույն մեթոդաբանությամբ եւ մոտեցմամբ բացել դպրոցներ այլ մարզերում եւս։ Տիկին Գոգյան, խնդրում ենք նաև նշել, թե ինչով էր պայմանավորված այս մասնավոր ուշադրությունը հենց դիաբետին եւ այս խնդրին, որովհետեւ մենք գիտենք ամենատարբեր հիվանդություններին անդրադառնում են տարատեսակ արշավների միջոցով, որևէ ամիս են առանձնացնում, ինչով էր պայմանավորված հենց այս ուղիղ կենտրոնացումը դիաբետին եւ ստեղծելու դպրոցները վերջապես։ Քանի որ շաքարային դիաբետի բուժումը ունի առանձնահատկություն եւ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հենց հաստատվեց շաքարային դիաբետը պացիենտի մոտ, պացիենտը պետք է կարողանա կառավարել իր հիվանդությունը եւ դա պետք է լինի շարունակական մինչեւ կյանքի վերջ։ Օրինակ հետազոտություն են անցկացրել այն պացիենտները, ովքեր ունեն շաքարային դիաբետ եւ հաճախում են շաքարային դիաբետի դպրոցներ, իրանց մոտ ավելի քիչ է հանդիպում շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային բարդությունները, քան թե եթե համեմատում ենք այն պացիենտների հետ, ովքեր ունեն շաքարային դիաբետ եւ չեն հաճախում դպրոց, եւ դա է պատճառը, որ միջ այսօր չնայած նրան, որ ամբողջ աշխարհում մեծ ներդրումներ են անում, որպեսզի բուժումը բարելավեն, բայց շատ քիչ տոկոսներ, շատ քիչ է
Առաջընթացը բավական համեստ է։ Համեստ է։ Դա խոսում է նրա մասին, որ պացիենտի դերը բուժման մեջ շատ մեծ է։ Ինքը պետք է վերցնի իր վրա մեծ պատասխանատվություն, պետք է գրագետ վարի շաքարային դիաբետի բուժումը եւ ինչի՞ չէ որոշ դեպքերում պետք է ինքնուրույն փոխի բուժման սխեման, բայց դա պետք է այդ գիտելիքները պացիենտը պետք է ստանա ոչ թե հարևանից, այսինքն շատ կարևոր է ինֆորմացիայի աղբյուրը ոչ թե հարևանից, չգիտեմ, ընկերոջից, ով չունի բժշկական կրթություն, այլ հենց դիաբետի դպրոցում, որտեղ կսովորացնեն ոնց ապրել նման հիվանդությունով եւ գիտելիքների շնորհիվ մենք կհասնենք թիրախային գլյուկոզայի մակարդակի, որը իր հերթին մինիմիզացնում է խնդիրները, շաքարային դիաբետով պայմանավորված անոթային խնդիրները։ Նաև հետաքրքիր է դպրոցի դասավանդման գործընթացը, հա, այնտեղ քննարկումներ են լինելու, գործնական վարժություններ են տեղի ունենալու։ Սնունդ, առողջ սնունդ, գործնական պարապմունքներ, ինտերակտիվ, հետաքրքիր է կան նաև կրթական նյութեր, որոնց միջոցով իրենք կարողանում են հասկանալ օրինակ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, որն են միֆերը, ինչպես պետք է իրենք աշխատեն։ Ինձ համար շատ հետաքրքիր է, օրինակ, երբ որ մենք Գյումրիում էինք, մեր նախնական նախատրամադրվածությունը եւ բժիշկների եւ կազմակերպիչների, որ մարդիկ շատ էնտուզիազմով չեն գա, որովհետև շատ խնդիրներ ունեն, իրենք կարող են հիվանդությունները շատ են, հոգսերը շատ են եւ ի զարմանս մեզ եւ ի ուրախություն մեզ մեր բոլոր 10 մասնակիցները մասնակցեցին բոլոր 4 սորիա պարապմունքներին, գիտելիքներ ստացան, ազնվորեն ասեցին, որ իրենք շատ բաներ անում էին ոչ այնպես, ինչպես որ պետք է եւ խոստացան, որ կշարունակեն առողջ ապրելակերպ, ճիշտ սնունդ եւ ֆիզիկական ակտիվություն։ Հենց դա է ամենակարևորը երևի թե։ Եվ բացի դրանից մենք իրենց համար հնարավորություն ունեցանք որոշակի հետազոտություններ ապահովել, դա ակնահատակի նկարումն է, արհեստական բանականությամբ, որը հայկական ակնաբուժության նախագիծը դիաբետի համաշխարհային հիմնադրամի հետ արդեն երկար ժամանակ իրականացնում է եւ Հայաստանը իրապես շատ հայտնի է այդ մեծ հաջողություններով, ոտնաթաթի սկրինինգ ստուգում, որը նույնպես նոր է Հայաստանում, եւ գլիկոլիզացված հեմոգլոբինի տեստը, որը մենք արեցինք եւ խոստանում ենք այլ դպրոցներում նույնպես իրականացնել։ Իսկ դասավանդվող մասնագետները, այս հարցնել եմ տալիս Մանե եւ կարող ես դու քո նաեւ հարցերը հղես։ Մասնագետները բժիշկներ, սննդաբաններ, հոգեբաններ, ճիշտ եմ հասկանում։ Դասավանդողները մեծամասամբ ներզատաբաններ են եւ երբեմն նաեւ ընտանեկան բժիշկներ, բայց դասընթացի այս հիմնական ձեռնարկի վրա աշխատել են շատ մասնագետներ, ովքեր որ իրենց գիտելիքների մասը մցրել են, իրապես ինչու եմ նշում դասագրքի եւ կամ ձեռնարկի կարեւորությունը, որովհետեւ այն հանրամատչելի է, այն հետաքրքիր ձևով է կազմակերպված, միջազգային ուղեցույցներն են օգտագործված եւ կարծում ենք, որ սրա ավելի լայն օգտագործումը հնարավորություն կտա, որպեսզի դասընթացավարները նույնպես իրենց ավելի վստահ զգան, երբ որ խոսում են հիվանդների հետ։ Խոսքը գնում է բժիշկների դասընթացի վերաբերյալ, կարծում եմ, որ նաև որոշ ժամանակ նաև կարող են դիաբետ ունեցողները այս դասագիրքը նայել եւ հասկանալ, թե ինչքան կարեւոր է իրենց մասնակցությունը, ակտիվ մասնակցությունը։ Նաև քանի որ խոսեցինք դասընթացը վարողներից, դասընթացին մասնակցողները, ովքեր կարող են մասնակցել այս դպրոցի դասընթացներին եւ հաշվի առնելով, որ շաքարային դիաբետը ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում, կարող են նաև մասնակցել դասընթացին այն մարդիկ, որոնց հոգացության ներքո են գտնվում, մասնավորապես տարեցները։ Հետաքրքիր էր, որ օրինակ մեր խմբում բոլորը կանայք էին, բայց արդեն երկրորդ խմբում որոնք պիտի շուտով սկսեն իրենց աշխատանքները, այնտեղ նաև տղամարդիկ կան։ Եվ երբ որ մենք խումբը հավաքում էինք, խնդրում էինք, որ ընտանիքի անդամները ներկա լինեն,
իրենք բոլորը ենթադրաբար պետք է դիաբետ ունենան, ճիշտ է, Տիկին Գոգյան։ Այո, բայց եթե այս կամ այն պատճառով պացիենտը ի վիճակի չի մասնակցի դպրոցում, ապա կարող է խնամողը գա մասնակցի կամ բարեկամը, ով խնամում է պացիենտն, արդեն պացիենտն է որոշում եւ ասեմ, որ խումբը կարող լինի անհատական կամ պարապմունք կարող լինի անհատական կամ խմբային, եթե մենք ասում ենք խմբային պարապմունք, ապա պետք է մասնակցեն 8-ից 10 պացիենտ, ոչ ավել, մոտ տևումը, դասընթացքը տևումը ժամուկեսից 3 ժամ, որից 40-ից 60 րոպե տրվում է լեկցիայի, իսկ մնացած մասը պրակտիկ աշխատանք է կատարվում, եւ ասեմ, որ ամբողջ աշխարհում հաշվարկը ոնց են անում, քանի դպրոց պետք է գործի, ամբողջ աշխարհում 1700-3000 պացիենտի, ամբուլատոր պացիենտի համար պետք է գործի 1 դպրոց, մենք դեռ շատ հեռու ենք, այո, դեռ շատ հեռու ենք, բայց կարևորը արդեն ամեն ինչ պատրաստ է, որպեսզի դա լայնացնենք եւ հետագայում շատացնենք եւ հասնենք մեր նպատակին։ Նպատակը մեկն է, որ պացիենտների վիճակը բարելավենք, կյանքի որակը լավացնենք, իսկ դա առանց պացիենտի օգնությամբ չի ստացվի։ Մենք միշտ պացիենտին ասում ենք, որ շաքարային դիաբետը դա այն հիվանդությունն է, երբ որ մեկ ձեռքով չենք կարելի ծափահարենք, մյուս ձեռքը դուք եք։ Դե կարևորը մեկնարկը տրվել է եւ դեռ առջևում ունենք 2 դպրոց, որ պետք է բացվի։ Այո, հույս ունեմ ավելի շատ, եւ կարևորը, որ հայկական ակնաբուժության նախագիծը իր գործընկերների հետ, համաշխարհային հիմնադրամի հետ սկսել է այս գործընթացը, բայց նաեւ առողջապահության նախարարությունը իր պարտավորությունը կամ իր պատրաստակամությունն է վերցնել շարունակել այդ դպրոցները ծրագրի ավարտից հետո, այնպես որ կարծում եմ, որ ապագան պայծառ է։ Հենց այդպես, ապագան պայծառ, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Եվ իհարկե շնորհակալություն ենք հայտնում բոլոր բժիշկներին, մասնագետներին, որոնք օգնում են տարատեսակ խնդիրներ ունեցող բուժառուներին հաղթահարել այդ խնդիրները բուժման կամ այս ընթացքին համատեղ աշխատանքի ճանապարհով։ Շնորհակալ ենք, Անժելա։ Իսկ մենք շարժվում ենք առայցի էլի հեռուստադիտողներ։